Ու հիշեցնենք ինչու ենք մենք հերթապահում, որովհետև նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ձերբակալվեցին Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Խուզարկություն կատարվեց անտիֆեյքի գրասենյակում, առգրավվեց տեխնիկան, Արդարադատությանը խոչընդոտելու կասկածով ձերբակալվեց լրագրող Դավիթ Ֆիդանյանը, իսկ հաջորդ օրը նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան տան բակից բերման ենթարկվեց նաև Իշխան Խոսրովյանը, 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նարեկ Սամսոնյանին կալանքի տանելու որոշում է կայացրել գուշակեքով Մասիս Մելքոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանին Ռոման Սմբատյանը։ Հունվարի 9-ին դատավոր Մանվել Շահվերդյանը Նարեկի եւ Վազգենի կալանքի ժամկետը երկարացրեց եւս 3 ամսով։ Նույն օրը Նարեկ Սամսոնյանը դատական նիստերի դահլիճում հայտարարեց անժամկետ հացադուլի մասին։ Հացադուլը տևեց 15 օր, Սամսոնյանը հացադուլը դադարեցրեց բժշկի պահանջով եւ արդեն 3 ամիս եւ 7 օր է նրանք կալանավորված են եւ քրեական գործը այսպես ասած շարունակվում է։ Մի բան էլ ասեմ, ճիշտ է, եթերում շատ եմ խոսել, բայց Նարեկն էլ Վազգենն էլ ոչ միայն քաղբանտարկյալ են, այլ նաեւ խղճի բանտարկյալ։ Խղճի բանտարկյալ այդ ձևակերպումը Amnesty International միջազգային կազմակերպությանն է, ու իրենք դա բացատրում են այսպես մարդ, որը ընդհանրապես որևէ հանցանք չի գործել, որևէ քրեորեն հետապնդելի արարք չի գործել եւ այդ մարդուն փաստորեն փակ են պահում միայն մի պատճառով, որ ինքը ունի ինչ-որ համոզմունքներ կամ ինչ-որ մտքեր արտահայտել, հա։ Ընդ որում ի տարբերություն քաղաքական բանտարկյալի, որին մեր հանրությունը շատ թե քիչ վերջին տարիներին, հա, այդ տերմինին ծանոթացավ, խղճի բանտարկյալը ավելի անծանոթ է հանրությանը։ Քաղբանտարկյալը այն մարդն է, ով կարող է եւ հանցանք գործել է, կարող է եւ չի գործել, բայց նրա նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում իր քաղաքական հայացքներից ելնելով, այսինքն դատական process-ը թափանցիկ չէ, կողմնակալ է եւ այլն, բայց հնարավոր է կա հանցանք, որի համար օրինակ վարչական տուգանք է հասնում, բայց կալանավորել են, հնարավոր է եւ չկա։ Իսկ խղճի բանտարկյալը այն դեպքում է, երբ որ առավել քան ակնհայտ է, որ հանցանք չկա եւ պատճառը միայն քաղաքական կամ հա գաղափարական կողմնորոշումն է։ Ու տվյալ դեպքում այս մասին էլ եմ խոսել, բայց չի խանգարի կրկնել, ինձ թվում է, որ այս ամեն ինչը սկսվեց հերթական անգամ, սա առաջի դեպքը չի, բայց այս ամեն ինչը սկսվեց այն բանից հետո, երբ իմնեմնիմին եթերում տվեց Սերժ Սարգսյանի այդ հարցազրույց, շատ երկար 7 ժամանոց հարցազրույց էր, եւ այդ հարցազրույցը բավականին տենց լայնորեն տարածվեց, հա, դուրս եկավ էս մենակ ընդդիմադիր պղպջակից, բավականին դրական արձագանքներ եղան, ու միանգամից շատ արագ դրան արձագանքեցին, հա, Նիկոլենք պրովոկացիա արեցին, ինչ որ բան հրահրեցին ու իրականում լրիվ ապօրինաբար տարան կալանքի։ Ես հիշում եմ, որ առաջի կալանավորումը նույնպես ինչ որ ռեկորդային դիտումների թվի հայտարարումից հետո էր։ Այդ մեկը չեմ հիշում, ճիշտ ասած, բայց ընդհանրապես չեմ զարմանա։ Եվ հա, պատահական չէր երկու անգամն էլ, հա, Հա, որովհետև այսպես ասեմ, այս տիպի բռնապետություններում իրանք օքեյ են, եթե ինչ որ մարդ, ինչ որ, չգիտեմ, իր խոհանոցում բարձրաձայն իրանց ինչ ասես ասում, հա, թքած ունեն կամ չգիտեմ, թեկուս իրանց բակում, բայց երբ որ մեծ լսարան է լինում ու արդեն դա ռեալ ազդեցություն է ունենում դաշտում ու կարող է նույնիսկ ինչ որ օրակարգ թելադրի, այդտեղ միանգամից տենց կատաղի ռեակցիա Այս անգամ կարծես թե բառը հետույք բառներ, չէ, որի համար Չէ, իրականում ոչ միայն հետույք բառներ, բայց ցանկաց հետույք բառը Նարեկի դեպքում էր, Վազգենը ավելի կոշտ էր արտահայտվել, ես ինքս կողմնակից չեմ, հա, ու դա այն բանի համար չի, որ ես այդ ձև չեմ համարում, ուղղակի ես համարում եմ, որ մենք չպետք է այս իշխանությունների թելադրած ստանդարտով, ասենք, ընկնենք այդ բանի մեջ, բայց էլ եմ ասում, դա փիլիսոփայական վեճ է, հա, հարցն է, որ օրենքով դա ընդհանրապես քրեորեն հետապնդելի բան չի։ Եթե Ալեն Սիմոնյանը տենց հուզվել էր, ոչ թե պետք է ԱԱԾ-ի բաներին ուղարկեր, այլ ասենք, չգիտեմ, դատի տար քաղաքացիական բանով, հա, գործով։
Իդեպ նաև ասեմ, որ Նարէն քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության անդամ է, հենց որ համել իրավապաշտպան է ինքը։ Իմացեք, ու այս թեմաներին այս մի արդեն քանի տարի է որ ՔԻՀԿ-ն կա։ 2023 թվականի դեկտեմբերի 10-ից։ Ну 2 տարուց ավել կա ու բավականին արդեն խորացել ենք, շատ բան հասկանում ենք այս թեմաներով, սովորում ենք ու էլի պետքա սովորել։